Այծեմնիկ։ Բարև փոքրիկ հայեր, այսօր ես ձեզ կպատմեմ Անիի քաչ պաշտպան Այծեմնիկի պատմությունը։ Վաղ միջնադարում Հայաստանի մայրաքաղաքն էր Անին, մի գեղեցիկ ու հզոր քաղաք, որի համբավը հասել էր աշխարհի բոլոր կողմերը։ Այդ ժամանակ Հայաստանի թագավորն էր Գագիկ Բագրատունին, որի իշխանության ժամանակ երկիրը խաղաղ էր և մարդիկ ապրում էին հանգիստ ու ուրախ կյանքով։ Անիում էր ապրում Դարբին Խոսրովի բարի ու գեղեցիկ աղջիկը Այծեմնիկը։ Այծեմնիկ աղջիկս, գնա խանութ և ուտելիք բեր ընթրիքի համար։ Անիում բոլորը ճանաչում ու սիրում էին Այծեմնիկին, իսկ ամենից շատ նրան սիրում էին Սամվելը, Արտակը և Գոռը։ Այծեմնիկ, ասա մեզ, դու ես ամենից շատ սիրում։ Ինձ, Գոռին, թե Սամվելին։ Ես երեքիդ էլ սիրում եմ։ Սիրում եմ մորս ու հորս, տատիկիս ու բոլոր հայերին, բայց ամենից շատ սիրում եմ մեր չքնաղ Անին։ Այծեմնիկը հաճախ էր շրջում Անիում և Ախուրյանի խորը ձորում, Ծաղկոցաձորի ծաղկած արահետներում և Իքաձորի սարալանջերին։ Տարիները անցան, և Գագիկ թագավորը հիվանդացավ։ Սելջուկների էմիր Պատլունը միշտ երազել էր գրավել Անին, բայց վախենում էր Գագիկ թագավորի զորությունից։ Էմիր Պատլուն, իմ մարդիկ հենց նոր են վերադարձել Անից և հայտնեցին, որ հայերի թագավորը Գագիկը մահացել է։ Հրամայում եմ պատրաստել բանակը։ Հավաքեք բոլորին, վաղը շարժվում ենք Անիի վրա։ Եվ Պատլունի բանակը եկավ ու շրջապատեց Անին, ինչպես վիշապը իր որսին։ Այծեմնիկս, մենք միանում ենք քաղաքի պաշտպանությանն։ Մենք եկել ենք հրաժեշտ տալու։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Գնացեք ու պաշտպանեք մեր քաղաքը։ Աստծու օրհնությամբ։ Մինչպես տղաները, քաղաքի շատ բնակիչներ էլ միացան, պաշտպանելու իրենց սիրելի Անին սելջուկներից։ Մի ամբողջ տարի թշնամին գրոհեց պարիսպները, բայց քաղաքը դիմացավ, և քաղաքը կանգուն մնաց։ Քաղաքը դիմացավ, բայց մարդիկ հյուծված ու ուժասպառ էին։ Թշնամին զգաց, որ հայերը վհատված էին, և որոշեց իր ամբողջ զորությամբ հարվածել Անին մեկընդմիշտ գրավելու համար։ Այդ ժամանակ Այծեմնիկը օգնում էր հորը, ով զենք էր կոփում քաղաքի պաշտպանների համար։ Բայց երբ Այծեմնիկը զենքերը բերեց պարիսպների մոտ, տեսավ, որ թշնամին արդեն հետ էր մղել հայ պաշտպաններին պարիսպներից։ Եվ երբ թվում էր, թե դիմադրելու ուժ այլևս չկա, հանկած պարիսպի մյուս կողմում մի աղջիկ հայտնվեց, երկնային հրեշտակի նման։ Աղջիկը 3 նետ արձակեց, և 3 հարձակվող թշնամի էլ սպանվեց։ Եվ թշնամին վախեցավ ու Շեյթան գոռալով հետ փախավ։ Շեյթան! Շեյթան! Այծեմնիկ! Քաչ հայուհիս, սպասիր, մենք գալիս ենք քեզ օգնության։ Եվ հայերը, ոգևորված Այծեմնիկի քաջությամբ ու օրինակով, հարձակվեցին ու թշնամուն դուրս քշեցին Անիից։ Ու հայերը տոնեցին իրենց հաղթանակը ու ուրախացան, իսկ Այծեմնիկի սխրանքը հիշվեց դարեդար։ Եվ դուք, փոքրիկ հայեր, սիրեք ձեր երկիրը ու միմյանց, և միշտ պատրաստ եղեք հասնել օգնության։